Անկախության հռչակագիր, իշխանափոխություն, կոալիցիաների փլուզում, մեկ գիշերվա ընթացքում պատգամավորների կուսակցափոխություն, ծեծկրտուկ եւ նախադեպը չունեցող ահաբեկչություն։ 1991 թվականից ի վեր ազգային ժողովը տեսել է գրեթե ամեն ինչ։ 25 տարիների ընթացքում խորհրդարանն ունեցել է մոտ 1000 պատգամավորական մանդատ, փոփոխել 10 նախագահի, հյուրընկալել ավելի քան 3 տասնյակ կուսակցությունների ու քաղաքական միավորների։ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին խորհրդարանը, Գերագույն խորհուրդը, ձևավորվեց դեռևս Խորհրդային Միության օրոք։ 1990 թվականի մայիսին մեծամասնական ընտրակարգով ընտրվեց 260 պատգամավոր։ Խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հիմնված Հայոց համազգային շարժումը։ Այդ Գերագույն խորհուրդը իմ կարծիքով իր որակով եղել է այսպես ասեմ ինտելեկտուալը մնացած բոլոր խորհրդարանների նկատմամբ։ Ընդհանրապես 90-91 թվականների բանավեճերը հայ քաղաքական մտքի պատմության, կարող ենք ասել, լավագույն նմուշներից էին։ Բացի 90-95 թվականի խորհրդարանից մնացած բոլոր ազգային ժողովները բացարձակ համահունչ չեն եղել հասարակության սպասումներին, հասարակության քաղաքական համակրանքներին, ուղղակի համահունչ չեն եղել։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ Օրեր անց, օգոստոսի 23-ին, խորհուրդն առաջին նստաշրջանում ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որից մեկ տարի անց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։ Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Կրկյալ Հայաստան։ Հիմա ես կնդրում եմ վստահել, մենք չենք ընկերքի, Հարավային կոմիտեն, կարող է ամենքորդել, մինչև վերջնական վաղ չասեմ կար մտահոգություն, որովհետև այսպես հոգեվարքի մեջ գտնվող կայսրությունը կարող է դաժան հարվածներ հասցնել, հատկապես որ Հայաստանը արդեն ներգրավվում էր Ադրբեջանի հետ կամաց արյունալի պատերազմի մեջ, եւ ես համարում եմ, որ օգոստոսի այդ որոշումը իրավամբ խիզախ որոշում էր, շատ գիտեք քաղաքականապես շատ հասուն փաստաթուղթ էր այդ փաստաթուղթը, որը ընդունվեց շատ լուրջ բանավեճերի արդյունքում։ Առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը թողնելով Հայոց համազգային շարժում կուսակցության հիմնադիր անդամ Պապկեն Արաքցյանին։ Անկախության հռչակագրից բացի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում Գերագույն խորհրդի նախաձեռնությամբ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց նոր անկախ Հայաստանի երկրորդ կարևորագույն փաստաթուղթը՝ Սահմանադրությունը։ Առաջին սահմանադրությունը մենք ինչքան էլ որ քննադատելու լինենք, այնուամենայնիվ պիտի համարենք, որ դա ժամանակի ծնունդն էր եւ պետք չէր ակնկալել, որ մենք կունենայինք շատ լավ սահմանադրություն։ Եվ այդ սահմանադրությունն էր նաեւ անցնցում, այսպես ասեմ, սահմանադրական ճանապարհով բարի ճանապարհ մաղթեց այն նախագահին, որը եւ որի թիմը գրել էր այդ սահմանադրությունը։ Ժողովրդավարական ուղի որդեգրած Հայաստանում Գերագույն խորհուրդը դարձավ առայժմ միակ մարմինը, որի օրոք կուսակցություն փակվեց։ Ազգային ժողովի ընտրություններից ամիսներ առաջ 1994 թվականի դեկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը, բանտարկվեցին տասնյակ դաշնակցականներ, փակվեցին կուսակցության գրասենյակներն ու թերթերը։
Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններն անցկացվեցին 1995 թվականին Սահմանադրական հանրաքվեի հետ համատեղ։ Խորհրդարան մտան 190 падգամավոր, որոնցից 150-ը մեծամասնական համակարգով։ Ընտրություններում առաջին տեղը գրավեց Հանրապետություն միավորում դաշինքը, որում ընդգրկված էր Հայոց համազգային շարժումը, Քրիստոնյա-դեմոկրատական եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները, Մտավորական Հայաստանը, Ռամկավար ազատական կուսակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Իրականում այստեղ իշխողը իհարկե Հայոց համազգային շարժում կուսակցություններ, որի հետ հանրապետություն միավորման մեջ մտել էին նաև մանր փոքր կուսակցություններ, որոնցից էր այն ժամանակ այսօր իշխանական Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որ այն ժամանակ ուներ շատ քիչ թվով անդամներ, բայց բավականին գաղափարական առումով բավականին կուռ կուսակցություն էր եւ որևէ ընդհանրություն չունի այսօրվա Հանրապետական կուսակցության հետ։ Սա առաջին ու թերևս միակ խորհրդարանն էր, որում ընդգրկվեց միայն կանանցից կազմավորված Շամիրամ խմբակցությունը 8 падգամավորներով։ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը բաժին հասավ 6 падգամավորական մանդատ, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ու Պարուր Հայրիկյանի ԱԻՄ-ը խորհրդարան մտան 3-ական падգամավորներով։ Ազգային ժողովի նախագահ նշանակվեց Պապկեն Արաքցյանը։ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններից հետո առաջին անգամ Հայաստանում սկսվեցին ընտրակեղծարարության եւ իշխանության ոչ լեգիտիմ լինելու խոսակցությունները։ 95-ից արդեն կասկածի տակ դրվեց, սկսեց կասկածի տակ դրվել որևէ մարմնի ձևավորման լեգիտիմությունը։ Եղանակ ստեղծողը արդեն խուժաններ եւ ուժայիններ։ Շատ կդժվարանամ միանշանակ ասել, թե 95 թվականի խորհրդարանական ընտրություններում հատկապես որ ընտրակեղծարարության որ ձևը շատ կիրառվեց։ Սակայն ակնհայտ է, որ այդ ընտրությունները չէին արտահայտում հայաստանցիների տրամադրությունները, որ կային այն օրերին։ 1996 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական, Քրիստոնյա-դեմոկրատական ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունները հայտարարեցին Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Այսպես ժողովրդական մարդը։ Դնեմ փորձի համար, բայց փորձանք կդառնա փորձը։ Դիմադիր դաշտում Վազգեն Մանուկյանին սատարելու համար 7 կուսակցությունների, այդ թվում ընդհատակում գործող Հայ հեղափոխական դաշնակցության մասնակցությամբ ձևավորվեց ազգային համաձայնություն դաշինքը։ Պաշտոնական տվյալներով Վազգեն Մանուկյանը պարտվեց ընտրություններում։ Օրեր անց ընդդիմադիր թեկնածուն հազարավոր ցուցարարների հետ մտավ ազգային ժողովի շենք։ Մենք հիմա գնում ենք այնտեղ։ Եթե չթողնեն ներս, մտնում են ժողովուրդ։ Առաջինը հարվածեցին Արարքցյանին։ Այդ դիմադրությունը կարճ տևեց, որովհետև ծողերով անընդհատ խփում էին, անընդհատ հետևի շարքի մարդիկ։ Այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ խայտարակ էջ գրվեց, որովհետև հայերը կրակեցին հայերի վրա։ Խայտարակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով։ Խայտարակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն։ Բայց Փառք Աստծո այս խայտարակությունը արյունահեղության չվերածվեց արյունահեղության միայն ու միայն Հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով։ Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100% ձայն, միանշանակ է, որ ոչ բանակը, ոչ անվտանգությունը եւ ոչ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունել եւ չեն ընդունել։ Կարծում եմ Վազգեն Մանուկյանով էլ սկսեց մեր ընդդիմության փնտրտուքները իշխանության հասնելու եղանակների միջև։ Ըստ էության սկսեցին փորձարկվել բոլոր տարբերակները, որոնք
հիմնականում ասում էին փողոցի միջով։ Կատարվածից 2 օր անց իշխանական падգամավորները ազգային ժողովում հաշվեհարդար սկսեցին ընդդիմադիրների նկատմամբ։ Շատերը կատարվածից հետո տևական ժամանակ ազգային ժողով չէին գալիս։ Շեխ Սադյանն ու Վազգեն Մանուկյանին գերազանց եմ հիշում, փախած էին ման գալիս, եթե այսպես կարելի է ասել։ Փախած էին ման գալիս, որտեվ ինքնին ենթադրվում էր, որ այնուամենայնիվ տեղի է ունեցել անհավասարակշիռ մի բան եւ դրա արձագանքը խորհրդարանում լինելու է նույնքան անհավասարակշիռ։ 1998 թվականին խորհրդարանում ըստ էության սկսվեց իշխանափոխության գործընթաց։ Հանրապետություն միավորման падգամավորների մեծ մասը մեկ գիշերվա ընթացքում դարձան երկրապահ վարչության անդամ։ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջի անգամ կօգտագործվեց առնետավազք տերմինը։ Գիշերը հավանաբար զանգել էին բոլոր այդ մարդկանց, ասենք զանգել էին Սերգո Երիցյանին եւ ասել են դու վաղվանից երկրապահ ես։ Դու վաղվանից քո ամբողջ անցյալը տվել ես Հայաստանին, այսինքն Հայաստանի սահմանների պաշտպանությանը եւ մարդիկ, որոնք չգիտեին զենք բառը ինչպես գրել, դարձան երկրապահ։ Սիրելի հայրենակիցներ, Հրաժարական ներկայացրեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ անդամներ ԱԺ նախագահ Բաբկեն Արաքցյանը եւ Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ Ազգային ժողովի երկրորդ գումարման ընտրություններն անցկացվեց 1999 թվականի մայիսին, ընտրվեց 131 падգամավոր։ 5 տարվա դադարից հետո 5 падգամավորներով խորհրդարան մտավ նաև Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գործունեությունը վերսկսած Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միասնություն դաշինքն այս ընտրություններում գրավեց առաջին հորիզոնականը։ Դեմիրճյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, իսկ Վազգեն Սարգսյանը վարչապետ։ Շատ լավ եմ հիշում, առաջին նիստը 99 թվականի, երբ որ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ, բոլորը ոտնկայս ծափահարում էին եւ միայն մեկ падգամավոր էր, որը ոտքի չկանգնեց եւ չծափահարեց եւ դա Արտաշես Գեղամյանն էր։ Այդ օրը ես շատ լավ եմ հիշում։ Միասնություն դաշինքն ընկալվեց որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը հակակաշիռ ուժ։ Այդ ժամանակ էր, որ եւ դրանից 1 տարի առաջ էր, երբ որ մասսայական ոչխարներ էին մորթում նրա ոտքերի առաջ, մարդիկ մատաղներ էին անում, մարդիկ մոտենում էին Կարեն Սերոպիչին եւ ասում էին, տեսեք այս վերնաշապիկը, որ ես հագել եմ, սա գնել եմ ձեր ժամանակ, երբ մենք լավ էինք ապրում։ Դրանք վարկեր չեն, դրամաշնորհներ են, տրանսֆերներ են, այդպես են ասում։ Բարեփոխումների մեկնարկը նախադեպը չունեցող ահաբեկչությամբ մեկ ակնթարթում վերացավ։ 5 զինյալներ Նայիրի Հունանյանի գլխավորությամբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ներխուժեցին խորհրդարան։ Քոչարյան Ռոբերտը գա նախագահը։ Նա չի գա։ Իսկ եթե չկա։ Եթե չկա, մենք առանց իրաց ստիպած կլինենք, որոշել է ազգի ճակատագիրը։ Մի կրակահերթով փաստորեն ամբողջ իշխանական վերնախավը եւ այն մարդիկ, որոնք այդ օրերին որոշում կայացնողներն էին, նրանք սպանվեցին։ Կրակահերթերի զոհ դարձան ազգային ժողովի նախագահը, տեղակալները, 3 падգամավոր, 1 նախարար եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Հոկտեմբերի 27 Հայաստանի վերադարձրեց այն իրավիճակին, երբ բոլորը հասկացան, որ ոչինչ փոխել հնարավոր չի։ Երբ բոլորը հասկացան, որ հասարակության հույսը ինչ-որ մեկի հետ համաձայնեցնելով չի։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործություններից հետո իշխանության ղեկն ըստ էության ստանձնեց մինչ օրս ղեկավարող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ազգային ժողովն ընտրեց նոր ղեկավար կազմ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Երկրորդ գումարման ազգային ժողովը Հայաստանի կոմունիստական կուսակցության համար մինչ այժմ դարձավ վերջինը։ Կոմունիստներին սակայն նախքան հեռանալը հաջողվեց վերականգնել մարտի 8-ը որպես պետական տոն։ Ազգային ժողովի երրորդ գումարման ընտրություններն անցկացվեցին 2003 թվականի մայիսին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով հաղթած Հանրապետական կուսակցության հետ երրորդ եւ չորրորդ տեղերը զբաղեցրած Դաշնակցությունն ու Օրինաց երկիրը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձևավորեցին կոալիցիա։ Քոչարյանի հետ քայլը, կոալիցիա ստեղծելու հետ քայլը, այնուամենայնիվ ես համարում եմ շնորհալի քայլ։ Ինչու՞, որովհետեւ
երբ որ դու տարանջատումներ դնում ես օրինաց երկիր, դաշնակցություն, հանրապետական, հետագայում նաև Բարգավաճ Հայաստան, այս տարանջատումները Հայաստանի նման միամիտ երկրին պետք են ցույց տալու համար, որ քաղաքական ինչ-որ շարժ է տեղի ունենում։ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել իրական կոալիցիա, որտեղ իրական կոալիցիան լինում է, ստեղծվում է այն ժամանակ, եւ որևէ քաղաքական ուժ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի կարողանում ձևավորել կառավարություն եւ դրա համար կարիք է ունենում մի որևէ այլ կուսակցության։ Առաջին կոալիցիայի կյանքը սակայն երկար չտևեց։ 2006 թվականին Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ազգային ժողովի նախագահի պաշտոնից, ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը։ Երրորդ գումարման ազգային ժողովը նույնպես անմասն չմնաց ընդդիմադիրների բոյկոտից։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ստեփան Դեմիրճյանի Արդարություն դաշինքը 2004 թվականին խորհրդարանի շենքի առաջ ցուցարարների ու ներքին զորքերի հետ բախումներից հետո տևական ժամանակ չէր ներկայանում նիստերին։ Պատգամավորների մի մասն էլ ընդհանրապես թաքնվել էին, նրանցից ոչ մեկը սակայն չզրկվեց պատգամավորական մանդատից։ Այս խորհրդարանը երկու անգամ նախապատրաստեց եւ ի վերջո 2005 թվականի հանրաքվեով փոփոխեց 10 տարի առաջ ընդունված սահմանադրությունը։ Հայաստանի 4-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2007 թվականի մայիսին։ Նոր սահմանադրության համաձայն արդեն 5 տարի պաշտոնավարման ժամկետով ընտրվեց 131 պատգամավոր։ Մանդատներից 65-ը բաժին հասավ Հանրապետական կուսակցությանը։ Խորհրդարան մտավ 5 կուսակցություն, որոնցից երկուսը նորաստեղծ՝ Ռաֆի Հովհաննիսյանի Ժառանգությունը եւ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը։ Մեր մոտ կուսակցությունները նույնն են, ինչ որ հաճախականություններ հեռուստաընկերությունների։ Այսինքն դու ստեղծում ես պսևդո հեռուստաընկերություն եւ իրեն տալիս ես հաճախականություն այն բանի համար, որպեսզի հանկարծ ասենք ԱՄԵԿ+-ը, հանկարծ Ազատությունը, հանկարծ նույնատապանը այդ հաճախականությունը չզբաղեցնեն։ Դու ստեղծում ես կուսակցություններ, իրենց վերագրում ես հեղինակություն, իրենց վերագրում ես հույս եւ իբր թե հասարակությունն նրան ձայն է տվել։ Եվ այդպես մտնում ես խորհրդարան, այդպես մտավ նաեւ Բարգավաճ Հայաստանը։ Մինչեւ մայլ ասում են, որ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի հույսն է։ Պետք է նշել, որ Գագիկ Ծառուկյանը այդ ժամանակ արդեն կամաց դառնում էր գործոն Հայաստանում իր ունեցած փողի եւ ինչու ոչ աջակցության շնորհիվ որոշակի շրջանակներում։ Ինչ վերաբերում է Ժառանգություն կուսակցությանը, ապա ես կարծում եմ, որ այս կուսակցությունը այդ խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժն էր, որը կարողացավ հաղթահարել 5%-ի արգելքը մոտավորապես հավաքելով քվեների 6%-ը։ 4-րդ գումարման ազգային ժողովի ձևավորումից կես տարի անց 2008 թվականի փետրվարին տեղի ունեցավ նախագահական ընտրություններ։ Պաշտոնական տվյալներով նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ Երթմնակալությունից մեկ ամիս առաջ ընդդիմության շուրջօրյա հանրահավաքներից հետո մարտի 1-ին սպանվեց 10 քաղաքացի։ Գազի բալոններով, վահաններով, էլեկտրոշոկերով հարձակվեցին ցուցարարների վրա։ Պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողներ Խաչատուր Սուքասյանը, Սասուն Միքայելյանը, Միասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը զրկվեցին պատգամավորական մանդատներից։ Ազգային ժողովն այդ ժամանակ բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը նրանց որպես մեղադրյալ ներգրավելու ու կալանավորելու մասին։ Արյունալի իրադարձություններից մի քանի ամիս անց ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Հովիկ Աբրահամյանը։ Իշխող հանրապետականների հետ կոալիցիա ձևավորեցին Դաշնակցությունը, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը եւ Օրինաց երկիր կուսակցությունը, որի ղեկավար Արթուր Բաղդասարյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով 2008 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։ Այս կոալիցիան նախորդից ավելի կարճ տևեց։ 2009 թվականի ապրիլին Դաշնակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին։ Պատճառը հայ-թուրքական հաշտեցման արձանագրություններն էին, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ հրաժարական տվեց ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նոր նախագահ ընտրվեց Սամվել Նիկոյանը։ Ազգային ժողովի 5-րդ գումարման եւ առայժմ վերջին ընտրություններն անցկացվեցին 2012 թվականի մայիսին։ Ընտրվեց 131 պատգամավոր, մանդատներից 69 բաժին հասավ Հանրապետական խմբակցությանը, 5%-ի շեմը հաղթահարեցին 6 կուսակցություն ու դաշինք։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը 13 տարվա դադարից հետո կրկին ներկայացվեց խորհրդարանում։ Առաջին նախագահի գլխավորությամբ ստեղծված Հայ ազգային կոնգրես դաշինքը պաշտոնական տվյալներով գրավեց երրորդ հորիզոնականը, ստանալով 7 պատգամավորական մանդատ։ 2015-ի խորհրդարանը բոլոր մյուս խորհրդարաններից
հատկապես 99 թվականից հետո տարբերվում է նրանով, որ առաջին անգամ այնտեղ մտավ քաղաքական ուժ։ Առաջին անգամ խորհրդարան մտավ քաղաքական ուժ։ Հանձինս Հայազգային կոնգրեսի։ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն վերակենդանացրեց սպանված հայ քաղաքականությունը, որտեղ նրա եթե չլիներ նրա վերադարձը, շատ ավելի հավանաբար դժգույն կլիներ այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը։ Անցնող 4 տարիների ընթացքում խորհրդարանը ազգային ժողովի 2 նախագահ ընտրեց։ Խորհրդարանական ընտրություններում հանրապետականների շտաբը ղեկավարող Հովիկ Աբրահամյանը կես տարվա ընդմիջումից հետո կրկին դարձավ ազգային ժողովի նախագահ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Աբրահամյանը լքեց ազգային ժողովը, ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնը։ Ազգային ժողովի նոր նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը, ով շարունակում է պաշտոնավարել մինչ օրս։ Իդեպ Գալուստ Սահակյանը խորհրդարանում այն եզակիներից է, ով падգամավոր է ընտրվել բոլոր 5 գումարման ազգային ժողովներում։ Այս անորոշության մղջավաղջը մարդկանց մրսեցնում է։ Դա չի նշանակում, որ մենք անզեն զինյալներ ենք։ Ոչ արտահայտություն չկա, դա չեն է, իսկ չէ նշանակում է ոչ էական։ Իդեպ անկախությունից ի վեր եղել են падգամավորներ, ովքեր ամիսներով եւ նույնիսկ տարիներով չեն ներկայացել նիստերին, սակայն այս ամբողջ ընթացքում բացակայությունների պատճառով падգամավորական մանդատից զրկվել է միայն մեկը՝ մինչ օրս Ինտերպոլի կողմից հետախուզվող Վանո Սիրադեղյանը։